Ինչ վերաբերվում է Կտրիչ Ներսիսյանի ուրեմն քարոզին, գիտեք, ավելի շատ երբ որ քարոզը լսեցի, փորձում եմ մի պահ աչքերս փակել ու հասկանալ խոսողը հոգևորական է թե աշխարհիկ կամ քաղաքական գործիչ, իմ մոտ այն տպավորությունն էր, որ ավելի շատ քաղաքական գործիչի ուրեմն խոսույթ է սա, բայց գիտեք հնարավորություն էր սա մեր ժողովրդի համար Աստծո խոսքը լսելու։ Հետաքրքիր է, որ տարվա մեջ 2 անգամ է ընթերցվում կաթողիկոսի խոսքը, մեկը Սուրբ Ծննդյան ուրեմն պատգամով եւ մյուսը Սուրբ Հարության պատգամով, եւ բացառիկ հնարավորություն է, որ այն ինչ որ դու ուզում ես քո ամբողջ ժողովրդին, այսպես ասեմ, հասցնել, հրաշալի հնարավորություն է, որ դու կարողանաս քո խոսքը, ավետարանի խոսքը եւ հոգեվոր խոսքը քո ժողովրդին մատուցել։ Ես եթե անկեղծ լինենք, սպասում ունեի, որ այդ օրը Հարության տոնին մեր ժողովուրդը հոգևոր խոսք է լսելու, բայց ցավոք սրտի այս անգամ եւս Կտրիչ Ներսիսյանը իր գործելավոճին հարազատ մնաց եւ քաղաքական դարձյալ խոսույթ ունեցավ եւ խորանը օգտագործեց քաղաքական նպատակներով, իհարկե ոչ միայն Մայր տաճարի խորանը օգտագործեց քաղաքական նպատակներով, այլ նաեւ բոլոր խորանները օգտագործեց քաղաքական նպատակներով, որովհետեւ այդ քարոզները տպվում ու բաժանվում էր, հա, բոլոր ուրեմն թեմերում եւ մեր բոլոր հոգեվորականները այդ օրը խորաններից իր քարոզն էին կարդում եւ ցավոք սրտի այն ժողովուրդը, որ կանգնած կլիներ եկեղեցու մեջ խորանի դիմաց, որ եկել էր Աստծո խոսքը լսելու, ուրախանալու Քրիստոսի հարությամբ, վերջապես շատ-շատերը դրանցից ցավ ու տառապանքի ճանապարհով անցած կլինեին, կորցրած կլինեին իրենց հարազատներին եւ կուզենային, որ այդ պահին հնչեր Քրիստոսի ուրեմն փրկչական հարության ավետիսը, բայց այս անգամ եւս քաղաքական ինչ-որ բացականչություններ լսեց եւ իհարկե ես վերջնականապես հիասթափվեցի, որովհետեւ մեկ անգամ եւս ինձ համար պարզ դարձավ, որ Կտրիչ Ներսիսյանը բացառապես քաղաքական գործիչ է եւ եկեղեցու խորանները այս պահին օգտագործում է քաղաքական քարոզների համար։